տեսեք, դուք դիսկուրս բացեցիք, ավելի ճիշտ դա դուք չբացեցիք, ընդդիմությունը բացեց եւ դուք շարունակեցիք պատմական հայրենիք ասելով մենք ուր ենք հասնելու, արդյոք կարող ենք ասել այս տարածքը մերն է, Խոյի մասին խոսեցիք, Խոյի օրինակը բերեցիք, ձեզ էլ ընդդիմությունը հակադարձեց, որ հենց շատ էլ լավ կարող ենք ասել մերն է եւ մենք ասում ենք եւ շատ նորմալ են իրենք ընդունում։ Խոյեցինք, ես էլ այդ նույնն ասում, որ ես ում պապերը Խոյից են, կարա որոշակի կոնտեքստում դա այո որոշակի կոնտեքստում ոչ թե դեսպանը գա դուք կարող եք նրան ասել դուք ոչ խոյեցիները ինչպես որ ոչ ադանացիները ոչ ճավախեցիները այսինքն մեր հայրենիքի մաս է դա եղել ու մենք ասում ենք մեր պատմական հայրենիքի մաս է այդտեղ ի՞նչն է խնդիրը չէ դա դեսպանի հետ եք պատմություն քննարկում դեսպանին պատմության դաս եք տալիս չէ, հա, լուրջ։ Մենք պատմությունը չի ջնջվում։ Ուզում է դեսպան լինի, ուզում է Աստված։ Շատ բան չի ջնջվում։ Հիմա շատ բան կա, չէ, օրինակ ասելու։ Ես ձեզ հետ քննարկելու շատ հարցեր կարող եմ ունենամ։ Շատ, օրինակ, չգիտեմ, միլիոն հարց կարող է լինի իմ մտքում, բայց եթե ես ձեզ գալիս եմ ինչ-որ բան ասում եմ, նշանակում է ես ձեզ ինչ-որ բան եմ ուզում հասկացնել։ Ինչ-որ բան ունեմ ձեզ ասելու, հենց անձամբ ձեզ եմ ասում։ Չէ, դուք արդեն մեկնաբանում եք, նույնց եմ ասում։ Ես չեմ մոտենա ձեզ ասեմ, չգիտեմ։ Չէ, օրինակի համար իսկ որտեղ եք դուք ապրում։ Հələ մի հատ կասեք ձեր հասցեն։ Հա ինչ է, անմեղ հարց է, ձեր հասցեն եմ, էլի հասնում։ Բան չի եղել, իսկ հարցնեմ, իսկ չգիտեմ, ու շարունակեմ։ Փաստ է, եթե դա պատմական փաստ է ու փաստական հենքերը կան։ Ուզում եք սկսեմ թվարկել, հենց այդ է։ Ես հենց այդ եմ ասում, պատմական փաստեր բոլորը։ Ամբողջ խնդիրն է, պարոն Եղոյան, դուք իշխանություն եք, դուք հայ եք, դուք հայր շահերը պաշտպանելու համար եք, չէ՞։ Ձեր խոսույթ ազգային ժողովի ամբիոնից պետք է մեր շահերը։ Հայերի շահերը պաշտպանելը Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանելն է, ես այդ եմ ասում։ Հիմա եթե մեկը վեր կացավ ասեց Ադրանային հայրենիքն է, Հայաստանի Հանրապետության շահը տեղ որն է, հələ բացատրեք ինձ։ Որն է տեղ Հայաստանի Հանրապետության շահը։ Կարող եք ձևակերպել։ Թե դա ուղղակի խոսք է, չէ, շահը որն է կոնկրետ։ Մի մոռացեք, ես ձեզով ասում, մոռացեք։ Լսեք, չմոռանալու եւ ազգային ժողովի ամբիոնից ասելու միջև շատ մեծ տարբերություն կա։ Եթե դրանից ինչ վտանգ կա ուզում եմ հասկանալ, եթե մենք պատմական փաստն ենք արձանագրում, դրանից ինչ վտանգ մեր սերունդները ի վերջո ազգային ժողովի նիստերով սերունդներ կարող են կրթվել։ Պիտի կրթվեն օրենքով, բայց գերսկսեն իրենց պատմական փաստերը արձանագրել, թող Ինչ փաստ պիտի արձանագրեն, որը Այսինքն ձեր կարծիքով մենակ մենք ունենք պատմական փաստ։ Մենակ մեր ձեռքում կա։ Օրինակ եթե փաստի դեմ եք կռիվանում, այդ եմ ուզում հասկանալ։ Լսեք, կյանքը բաղկացած է ոչ միայն փաստերից, այլև փաստերի մեկնաբանությունից, շատ փաստեր կան այս կյանքում։ Կրկնում եմ։ Հիմա եթե բոլոր պետությունները սկսեն պատմական ինչ-որ փաստերից խոսել, սկսած անհիշելի ժամանակներից խոսեն, որպես միջազգային օրակարգ։ Այս աշխարհը ինչ կդառնա։ Հիմա պատկերացնում եք, նույնց եմ ասում, ասենք արաբական երկրները սկսեն խոսել արաբական խալիֆայության սահմաններից։ Դուք ասեմ փաստը, եղբայր, ինչ եմ ասում։ Ասում եմ Արմինիայի կուսակալություն։ Ասում եմ Դվինի արաբ ոստիկան, հովատ բան չասում, ասում փաստը, չէ՞։ Չկասի, վեր կանա մեկը, ասի Դվինի արաբ ոստիկանին հիշում եք։ Դուք չեք ասի, եղբայր, ինչի ես հիշացնում Դվինի արաբ ոստիկանին մեզ։ Ինչի ես դա հիշացնում։ Կամ պարսիկները վեր կանան, ասեն, հիշում եք Հասկերտի ժամանակ սենց։ Դա դուք նորմալ կանք Իսկ նորմալ եք դուք ընդունում, որ ձեր հետ հիմա լավ հարաբերությունների մեջ գտնվող Ադրբեջանը իր չեղած տարածքները վերագրում է Իրան ու դրա զուգահեռ մեր ազգային ժողովում մեր եղած պատմական բաներ ասում ենք չասենք, որ հանգարց չջղայնանա։ Մենք հայելու մեջի արտացոլանք չենք, որ ուղղակի առանց մտածելու կրկնենք այն ինչ մյուսները անում են, չնայած Ադրբեջանը նես չի որ վերագրում է, ուղղակի իրանք ունեն մի նարատիվ, որը մենք էլ ենք ասում, որ մեզ համար անընդունելի է, բայց միջազգային հարաբերությունը ինչ է, երբ դու վեր ես կենում, նայում ես ով ինչ է անում ու կրկնում ես։ Դա միջազգային հարաբերություն չի, որտեղ եթե դու 100%-ով կրկնես այն ինչ ուրիշները անում են, դու 100%-ով կընկնես ուրիշներից կախվածության մեջ։ Եթե դիմացին իմանա, որ դու 100%-ով կրկնելու ես իր արածը, ինքը այսինքն իր արածը Ադրբեջանից տարբերվեք վատ առումով, վատով, հələ մի հատ փորձեք լավով տարբերվել, պարոն Եղոյան։ Օրինակ ինչ պետք է անել։ Օրինակ ավելի, ասենք պատմական հենքերի հետ կապված ապացույցները բերեք, հրապարակեք, թափահարեք։ Ինչ լինի,
որ իրենք էլ իմանա, որ մենք էլ հենց կորած Իրանք գիտեն, բոլորը գիտեն, ամեն ինչ բոլորը գիտեն։